հաջողություն ունեցող լուսատուներ։ Շնորհակալ եմ, պարոն Մուրադյան, պետք է խնդրեմ մի հատ վերլուծական նյութ սարքեք, երևի թե կամ ինչ որ սայիկաշարի տեսքով կամ վիդեոյի տեսքով մի օր ներկայացնենք այս մեր արված փոփոխությունները, թե առհասարակ ինչ արդյունքներ են տվել, նաև լուսային աղտոտվածության առումով, եւ այստեղ կարծում եմ Արզումանյան Տիգրանը ձեզ կարող է օգնել։ Շատ լավ, պարոն քաղաքապետ։ Շնորհակալ եմ, աղբահանություն։ Պարոն քաղաքապետ, մայրաքաղաքում 24/7 գրաֆիկով իրականացվել են ընդհանուր թվով 11519 աղբամանների սպասարկում, ցերեկային հերթափոխով գիշերային միաժամանակ թե ցերեկային թե գիշերային հերթափոխներով։ Բացի այդ, ամենօրյա գրաֆիկով իրականացվել է վարձակալական հիմունքներով տրամադրված 212 աղբամանների սպասարկում։ Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6-օրյա գրաֆիկով 2 հերթափոխով իրականացրել են 312 սահմանադրման աշխատակիցներ, որը կազմում է գրանցված աշխատակիցների 90%-ը։ Մնացած 10% աշխատակիցներ գտնվում են ժամանակավոր անաշխատունակության եւ արձակուրդի մեջ։ Փողոցների մաքրությունը իրականացվել է Բելարուս տեսակի 6 քաթ տեսակի 1 տրակտորներով, 7 ինքնաթափ, 25 ջրցան մեքենաներով, ինչպես նաև կեռ փոշեկուլ մեքենաներով 638 կիլոմետր, իսկ կամաց փոշեկուլներով 664 կիլոմետր տարածքում կատարվել է մաքրման աշխատանքներ։ Նշեմ, որ Վիոլաջուր ընկերության կողմից Արաբկիր կենտրոն, Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններում գտնվող 195 դիտավորից դուրս բերված աղբը հեռացվել է համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից եւ տարածքը բերվել է պատշաճ տեսքին։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, Երևանի ավտոբուս։ Պարոն քաղաքապետ, հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում սպասարկել է ընդհանուր թվով 4672 միավոր շարժակազմ, 4691-ի փոխարեն կատարողական 99.6%։ Պարոն քաղաքապետ, զեկուցում նաև սպասարկման ենթակա ավտոբուսների քանակի վերաբերյալ ընդհանուր թվով 63 միավոր անսարք, որից ման մակնիշի 87 միավորից 6 միավոր, ժոնգ-թոնգ մակնիշի 562 միավորից 30 միավոր, հայգեր մակնիշի 103 միավորից 9 միավոր, փոքր դասի միկրոավտոբուս 100 միավորից 18 միավոր։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Կիրակոսյան, մեր ման մակնիշի ավտոբուսների սպասարկման հետ կապված ինչ ունենք, այսինքն գիտեմ, որ այնտեղ որոշակի փոփոխություն պետք է Պարոն քաղաքապետ, օգոստոսի վերջը ավարտվում է իրանց պայմանագիրը, նոր սպասարկողի հետ արդեն խոսել ենք պայստամասերա կուտակում, որպեսզի սահուն տեղափոխենք այլ սպասարկողի։ Շատ լավ, շնորհակալ եմ, էլեկտրատրանսպորտ։ Պարոն քաղաքապետ, հաշվետու շաբաթվա ընթացքում երթուղիներում նախատեսված պլանային քանակի համաձայն շահագործվել է թվով 412 շարժակազմ։ Պլանային քանակը կատարվել է 100%-ով։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, մետրոպոլիտեն։ Պարոն քաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2920 գնացք, կատարողականը 100%։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, վերահսկողությանը մեկ հանձնարարական, գալիք գործակարգավարական նիստերից մեկին, խնդրում եմ տալ մետրոպոլիտենում արկա գովազդային վահանակների եւ առհասարակ տարատեսակ էլի տենց տեսողական աղբի հետ կապված զեկույց եւ մենք կարգավորեցինք քաղաքում գովազդի նոր ստանդարտներ ներմուծեցինք եւ այդ գովազդները մեծ ծավալով եւ անկանոն գնացին հայտնվեցին մետրոպոլիտենում, մենք նախ արկա իրավիճակը կհասկանանք, հետո դրանից հետո որոշումներ կկայացնենք։ Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն։ Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումները տրոլեյբուսներում կազմել են 149594, մետրոպոլիտենում 540343, ավտոբուսներում 2478240, ընդամենը 3188177, նվազում ունենք 3.8%-ի չափով կամ 126880-ով։ Չնայած այս փոքր նվազման ցուցանիշին, ինչը կարծում ենք պայմանավորված է սեզոնային գործոնով, եկող շաբաթվա ընթացքում կներկայացնեմ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատական, որտեղ կերևա, որ ընդհանուր բարձր ֆոնը պահպանվում է։ Շատ լավ, նախ եւ առաջ ուզում եմ անդրադառնալ մի քանի կարևոր հարցերին եւ առաջին հերթին մեր կապիտալ շինարարական աշխատանքներին, մասնավորապես տարբեր հատվածներում
հիմնարար աշխատանքներին, որ արվում աշին բարեկարգման վարչության կողմից, մեր այլ վարչությունների կողմից, օրինակ Ավետ Ավետիսյան փողոցում արված աշխատանքները, որոնք որ իրապես ֆունդամենտալ էին տասնամյակներով այդ ծավալի աշխատանք խորքային տակի բոլոր ենթակառուցվածքների փոփոխությունով տեղի չէր ունեցել։ Բայց այնուամենայնիվ այդ ծավալի աշխատանքից հետո մենք այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ասֆալտի հարթությունը, ասֆալտի որակը, տեղ-տեղ այն հատվածներում, որտեղ որ կա դիտահորեր, այդտեղ ունենք խնդիրներ։ Ես գիտեմ, պարոն Թևոսյան, որ դուք աշխատանքը դեռևս չեք ընդունել, բայց սա շատ կարևոր խոսակցություն է եւ շատ կարևոր արձանագրում է։ Երբ որ մեր կապալառուները այդ աշխատանքը անում են, իրանք պետք է հասկանան, որ այդ ծավալի աշխատանքից հետո ասֆալտապատումը պետք է լինի իդեալական։ Այսինքն, այստեղ այնց պարտադիր չի, էլի մենք մի քանի անգամ ասենք ժողովուրդ ջան, ինչ որ բան շտկեք, որովհետև ի սկզբանե մեր պահանջը այդ ծավալի աշխատանք անելուց այնա որ վերջում այն վերջին կետերը որ պետքա դրվեն, դա իդեալական հարթության եւ որակի ասֆալտն է։ Եվ սրանից հետո պարբերաբար երևի մենք չենք ընդունել դեռևս շտկումների ժամանակ ունեն, բայց այնուամենայնիվ ի սկզբանե այս հատվածը բոլորին պետքա գրագետ կոմունիկացնենք։ Նույնը վերաբերվում է մեր բոլոր մնացած աշխատանքներին։ Տեսեք, Կիևյան կամուրջում ահռելի ծավալի գործ է արվում, ոնց որ թե լավ էլ մասնագետներ կան հենց կամուրջի մասով, հանգարց եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք, էլի գումար չենք տալու։ Այսինքն սա շատ կարևոր վերջին, բայց ամենակարևոր դետալն է։ Այդ կարգի խորքային աշխատանքից հետո պետք է լինի իդեալական ասֆալտապատման աշխատանք։ Սա այդպես։ Երկրորդ հարցը, որ կուզենայի անդրադառնանք, դա մեր երթևեկության նոր կենտրոնի արված վերլուծություններն են, որոնք որ արդեն իսկ որոշակի մեծ տվյալներ են տալիս, եւ ես կարծում եմ այդ տվյալների հիման վրա մենք հնարավորություն կունենանք կառուցել մեր հետագա անելիքները եւ մեր հավաքագրած տվյալները մոտավորապես 75 միլիոն ուղևորություն է վերլուծվել 2025 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսներին եւ Երևանում այդ ժամանակ միջինացված արագությունը 25 կմ/ժ էր եւ ընդհանուր առմամբ այս միտումը դեպի ներքև է գնում, այսինքն ավտոմեքենաները, մարդատար ավտոմեքենաների մասին է խոսքը, միջինում երթևեկել են 25 կմ/ժ եւ միտումը գնում է դեպի ներքև 23.5 կմ/ժ է դառնում, ոնց հասկանում եմ, եւ պիկ ժամերին արագությունը կարող է իջնի մինչեւ նույնիսկ 10 կմ/ժ միջինացված քաղաքում, ֆիքսենք, որ մարդու սովորական քայլքի արագությունը 5 կմ/ժ է։ Եվ այստեղ նաև ամենակարևոր արձանագրումը, կարծում եմ, վերաբերում է կարճ ուղևորություններին մարդատար ավտոմեքենաներով, այսինքն մինչև 2 կիլոմետր ուղևորություններին, որոնք որ բազմաթիվ են քաղաքում եւ իրականում տենց մոտավորապես 15%-ն է ընդհանուրի, մինչև 2 կիլոմետր ուղևորություն, իսկ այդ մինչև 2 կիլոմետրների մեծ մասը հենց ընկնում է կենտրոնի վրա եւ կենտրոնում մոտավորապես 35%-ը մինչև 2 կիլոմետր ուղևորությունների կենտրոնից սկսում կենտրոնով ավարտվում է։ Սա կարծում եմ արդեն որոշակի վերլուծական կարևոր նյութեր են, պարոն Գրիգորյան, որոնք որ մեզ հիմք են տալու արդեն պլանավորել մեր հետագա գործողությունները եւ իհարկե սրանք դուք կշարունակեք աշխատել եւ արդեն այս վերլուծությունները վերջնականացնելով կսկսեք նաեւ մեր ՆԳՆ գործընկերների հետ վերջնական լուծումներ մեզ առաջարկել, բայց սրանից զատ ավտոբուսային առանձնացված հիմնական գծերը առաջնահերթություն են։ Այսինքն բոլոր պայմաններում, ասեք օրինակ ես այն օրը մի բանի հանդիպեցի, որ
բողոքում են, մարդիկ բողոքում են բնականորեն, որ ավտոբուսային գիծը մի գիծ վերցնում է եւ հանրային տրանսպորտը, միայն հանրային տրանսպորտն է կարողանում ուղևորվել եւ այդտեղ հարց է առաջանում մարդկանց մոտ, ինչի իրենք ավտոմեքենաներով գնալով ավելի վատանում է իրավիճակը եւ իրականում դա շատ բնական հարց է, բայց նաեւ ունի շատ բնական պատասխան, որովհետեւ մեր փողոցները չեն հնարավորություն չունեն լայնանալու ավել։ Մենք այո ունենք շինարարություններ, Արշակունյացը միացնում ենք Իսակով պողոտային, ունենք խոշոր էլի նոր կամուրջների կառուցման ծրագրեր Հրազդանի կիրճի վրայով, բայց այնուամենայնիվ Երևան քաղաքի նամանավանդ փոքր կենտրոնի փողոցները ավել լայնանալու տեղ չունեն։ Եվ եթե մենք տարեց տարի, ամիս առ ամիս ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում ուղևորահոսքի մեջ, միակ բանը, որ մենք կարող ենք անել, առաջին բանը, որ մենք պետք է անենք, դա հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում տալ առանձնացված գծեր, որպեսզի հանրային տրանսպորտով ուղևորությունները դառնան ել ավելի արագ, ել ավելի հարմար եւ երկրորդ քաղաքի մուտքերի մոտ եւ տարբեր հատվածներում առանձնացնել այն կետերը, որտեղ որ մենք ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ, որտեղ որ մարդիկ թողելու են իրենց անձնական ավտոմեքենան եւ շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով, որովհետեւ ուղղակի այլ լուծումներ Երևան քաղաքում եւ մնացած այլ քաղաքներում էլ տենց հորինված չեն, այսինքն եթե ավտոմեքենաների քանակը ավելանում է մարդատար, դրա միակ լուծումը այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատի, իսկ ավտոմեքենաները ավելի քիչ պետք է մտնեն այն հատվածներ, որտեղ որ գերծանրաբեռնված է։ Այդ ծանրաբեռնվածությունը պետք է կենտրոնանա հիմնականում հանրային տրանսպորտի մեջ։ Եվ սա է այն ճանապարհը, որով որ միակ ճանապարհը, որով որ մենք կարող ենք առաջ շարժվել։ Պարոն Գրիգորյան, ենթադրում եմ արդեն պարոն Այվազյանի հետ դուք մոտակա աշխատում ենք այդ ուղղությամբ, պարոն քաղաքապետ, մոտակա օրերին կներկայացնենք ձեզ ավտոբուսի առանձնացված մի գիծ, նաև եթե հասցնենք կարողանանք գծանշում անել օգոստոս ամսին կոնե մի գիծ ավելացնենք այս տարի։ Մի գիծ ասվածը, պարոն Գրիգորյան, ես կխնդրեմ այստեղ բերեք նաև մանրամասնորեն Սահակաշարով կամ մի հատ վերլուծությամբ, արդեն իսկ վերլուծությամբ։ Շնորհակալ եմ, կուզեի Տիկին Բաբայան դուք ասեիք Գարեգին Նժդեի հրապարակի եւ որոշ անցումների արդիականացման ներդրումային ծրագրի հետ կապված ինչ իրավիճակ ունենք։ Պարոն քաղաքապետ, շնորհակալություն բարձրացնելու համար հարցնելու։ Մենք մարտին ստացել ենք ըստ էության Շենգավիթ վարչական շրջանից նման կարիք, որ Գարեգին Նժդեի հրապարակը արդիականացման անհրաժեշտություն ունի վերանորոգման տեսակետից, այնուամենայնիվ նաև հաշվի առնելով ձեր նախորդիվ հնչեցված տարբեր առիթներով հանձնարարականները, որ եւ գետնանցումների քաղաքային եւ մետրոներին հարող նմանատիպ հրապարակներում կամ տարածքներում որոշակի մոդել կարողանանք հասկանալ հրապարակները արդիականացնելու, ինչպես նաև դրանք տնտեսական կամ եւ ներդրումային արդյունավետության տեսակետից հետագայում կառավարելու իմաստով մենք հիմա պատրաստում ենք տեխնիկատնտեսական իրագործելիության եւ էսքիզային նախագծի պատրաստման մրցույթային փաթեթ եւ ձեր համաձայնությամբ այդ մրցույթային փաթեթում ներառենք ոչ միայն Գարեգին Նժդեի հրապարակը, այլև վարչական շրջանի որոշ անցումներ եւս եւ այս վերլուծությունն ու ուսումնասիրությունը մեզ հետագայում հնարավորություն կտա հասկանալ ներդրումային պոտենցիալը, կառավարման մոդելի վերաբերյալ ունենալ առաջարկություններ, որոշումներ կայացնել եւ հաջողության դեպքում, կենսունակ լինելու դեպքում արդեն հետագայում մոդելը տարածել կամ կիրառել այլ քաղաքի այլ հատվածներում եւս։ Մենք մինչև հուլիսի երևի մինչև կեսերը պատրաստ կլինենք մրցույթը հայտարարելու։ Շատ լավ, Տիկին Բաբայան, մի կարևոր արձանագրում անենք նախորդ թեմայի հետ ուղիղ փոխկապակցված։ Գարեգին Նժդեի հրապարակը նաև չմոռանանք, որ այդտեղ ունենք մետրոպոլիտենի կայարան։
Եւ սա նշանակում է, որ ինքը նաեւ պետք է ունենա բավականին մեծ քանակի ավտոկայանատեղերի համար նախատեսված ենթակառուցվածք։ Այսինքն այստեղ պետք է բոլոր մետրոյի կայանների մոտակայքում մենք այս ավտոկայանատեղերի ենթակառուցվածքը պետք է առաջնային դիտարկենք, որովհետև սրանք այն առաջնային կետերն են, որտեղ որ մարդը կարող է գալ ավտոմեքենան թողնել եւ անցնել արդեն հանրային տրանսպորտին։ Եվ հետեւապես ձեր տեխնիկական այդ վերլուծական նյութում պահանջ պետք է լինի համապատասխանաբար, իհարկե հաշվարկները դուք կանեք թե ինչ ծավալի, բայց ունենալ ավտոկայանատեղի։ Շատ շնորհակալություն, անպայման կներառենք, ձեր թույլտվությամբ նաև ավելացնեմ, որ մյուս աշխատանքներում եւս մենք այդ հարցը դիտարկում ենք եւ պահանջի տեսքով ներառել ենք, օրինակ, եթե անդրադառնանք Սուրմալու կայարանին հարող քաղաքաշինական ծրագրին, մենք այդտեղ նույնպես այդ ուսումնասիրությունները եւ վերլուծությունները պահանջել ենք իրականացնել։ Շատ լավ, դա էլ կարող եք նաեւ թվերը կարող եք հիմնել ԵԵԿԿ-ի մեր տվյալների վրա, այսինքն այն տվյալները, որոնք որ բարձրաձայնեցի, արդեն մեր երթևեկության կենտրոնի վերլուծություններն են, կարող է տենց դեռևս ամբողջական չլինեն, բայց կարծում եմ գոնե մեթոդաբանության առումով նվազագույնը կհասկանաք ինչպես այդ հաշվարկը անել։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, պարոն Վարդազարյան, պետք է խնդրեմ տեղեկացնեք մեր հաղթանակի զբոսայգուն եւ Բաբայան փողոցին հարող հողատարածքների վերաբերյալ, որոնք որ մեր փաստացի այգու մի մասն էին եւ ինչ որ մի տարի սեփականաշնորհվել էին եւ այդտեղ մենք արդեն մի 2 տարի process ունենք, ոնց որ որը մոտենում է իր կարևոր հանգուցալուծմանը։ Խնդրում։ Հարգելի պարոն քաղաքապետ, խնդրու առարկա հանցացող երկու գույքերից առաջինը դա Բաբայան փողոց 1/1 հասցեով ամրագրված շուրջ 6900 քառակուսի մետր մակերեսով մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքն է, որը փաստացի հանդիսանում է զբոսայգու անտառային շերտի մի մասը եւ տեղակայված է Մայր Հայաստան հուշարձանի հյուսիս-արևմտյան հատվածում, պատկերում նշված է կարմիր կետագծերով հողատարածքի սահմանը։ Նաև համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի տվյալ հողամասը ներառված է հատուկ պահպանվող հուշարձաններին գոտում, որը նույնպես փաստում էր կառուցապատման անհնարինության մասին։ Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, աշխատանքային կարգով հանդիպումների եւ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն տվյալ հողատարածքի սեփականատեր հանդիսացող ընկերության ղեկավար կազմի հետ հողատարածքը համայնքին հետ վերադարձնելու եւ այգու անբաժանելի մասը դարձնելու վերաբերյալ։ Արդեն իսկ ընկերությունը քաղաքապետարան է ներկայացրել համապատասխան դիմում հայտը, որի հիմքով նաև ձևավորվել է քաղաքապետի որոշում։ Նաև օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԻԴ ընկերության ղեկավար կազմին։ Երկրորդ հողատարածքը 2000 քառակուսի մետր մակերեսով, որը հարում է տվյալ հողատարածքին Բաբայան 1/1 հասցեին եւ պատկանում է նույն ընկերությանը, չնայած այն հանգամանքին, որ իրավական սահմանափակում կառուցապատման համար ըստ տարածական պլանավորման փաստաթղթերի չունի, սակայն նշված տարածքում միջավայրին ոչ համահունչ կառուցապատումը բացառելու նպատակով հողամասի փոխանակման առաջարկ է ներկայացվել համայնքի սեփականություն հանդիսացող այլ հողատարածքի հետ։ Ամփոփելով այս ամենը, կուզեմ հստակ նշել, որ արդյունքում գեներացվում է շուրջ 9000 քառակուսի մետր հողատարածք, որը որ նախատեսվելու է հանրության օգտագործման համար։ Շնորհակալ եմ, պարոն Վարդազարյան, սիրելի երևանցիներ, սա Երևանի քաղաքապետարանի կարևորագույն մոտեցումներից մեկն է, երբ որ հանրային այգիների, հանրային տարածքների, նույնիսկ սեփականացրած հատվածները վերադարձվում են քաղաքին եւ իրականում սա մեր հաղթանակի զբոսայգու անբաժանելի մի մասն է եղել այս հողատարածքները եւ որոշակի մասնավոր գործընկերների հետ բանակցություններից հետո խնդիրը լուծել ենք եւ վերադարձնում ենք համայնքին եւ այստեղ գալիս է հաջորդ հարցը Տիկին Թևանյան ինչ ունենք հաղթանակի զբոսայգու ծրագրի հետ կապված ինչ process-ում է Հարգելի պարոն քաղաքապետ, հաղթանակի զբոսայգու ժամանցային հատվածի արդիականացման ծրագրի հետ կապված մենք ունենք կառուցապատման պայմանագիր կնքված ուրախ ժամանց ՍՊ-ի հետ, որի կառուցապատման ժամկետի ավարտից հետո համայնքը օրենքով սահմանված իրավասության շրջանակներում
ցանկություն չի հայտնել երկարացնելու պայմանագրի գործողության ժամկետը եւ լուծել է կառուցապատման պայմանագիրը համապատասխան ձևով գրանցելով կադաստրի կոմիտեում։ Սակայն ուրախ ժամանց ՍՊ-ի կողմից դատական հայց է ներկայացվել եւ դրա շրջանակներում շուրջ 1 տարի տևած դատական process-ի արդյունքում Առաջի Հայցյանի դատարանի կողմից հայցադիմումը մերժվել է եւ հաստատվել է, որ համայնքին չի պարտավորեցվում կնքել կառուցապատման պայմանագիր, ինչը բողոքարկվել է վերաքննիչ դատարան եւ այդ ընթացքում հայցի ապահովման միջոց է կիրառվել, այդտեղ մեր գործողությունները սահմանափակված են, որովհետեւ process իրականացնելու կապակցությամբ եւ մենք սպասում ենք մինչեւ դատական process-ները ավարտվեն, որպեսզի կարողանանք ծրագիրը իրականացնել։ Շատ բարի, իրականում սա էլ նորմալ իհարկե իրավական ընթացակարգ է եւ այստեղ պետք է դանդաղ շտապենք, ինչպես ասվում է, բայց այնուամենայնիվ ուզում եմ նաեւ հստակ արձանագրել, որ համայնքային շահերը վստահորեն վեր են որևէ ինդիվիդուալ շահից, այսինքն մեծամասնության ընդհանուր քաղաքի շահը, երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի, չգիտեմ, 98 թվականին արդեն տենց հոտած պայմանագրին ստորադասվել եւ ես կարծում եմ, որ սա ամենակարևոր մոտեցումն է, որ վերջերս մենք նաեւ արձանագրում ենք դատական որոշումներով, որի համար շատ շնորհակալ եմ մեր դատական համակարգի գործընկերներին եւ այս տրամաբանությամբ նաեւ կոնսերվատորիայի դիմացի այգին վերադարձավ քաղաքին եւ սկսեց շունչ ստանալ այդ այգին եւ չորացող ծառերի փոխարեն սկսեց այդտեղ ինչ որ աշխատանքներ իրականացվել եւ հիշեցնեմ նաեւ Ակբա բանկի հետ մենք այդտեղ ստորագրեցինք հուշագիր եւ Ակբա բանկը եւ Երևան քաղաքը ներդրումային ծրագիր են իրականացնելու այգում եւ եւս մի նմանատիպ ծրագիր էլ իհարկե կիրականացվի Հաղթանակի այգում, երբ որ իրավականես բոլոր գործընթացները ավարտին հասցվեն, որոշակի պարբերականությամբ դուք ինֆորմացիա կտրամադրեք իրավիճակի վերաբերյալ։ Շնորհակալ եմ, անցնենք հանձնարարականներին։ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՕԱԿ-ին հանձնարարական համար 10 զեկուցել Արզումանյան փողոցի համար 10 եւ համար 17 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու եւ վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրի մասին։